Երեկվա բացիլի ինքնաբուխ հավաքին այսօր հաջորդում է Փարիզի Երևանյան այգու հավաքը Կոմիտասի արձանի հարևանությամբ։ Նմանատիպ ինքնաբուխ հավաքները լինելու են շարունակական, քանի Հայաստանը ղեկավարում է հանցակազմի կողմից։ Հետևելով Երևանում ստեղծված իրավիճակին, մենք Փարիզում բնակվող հայերս մեր վրդովմունքն ենք հայտնում։ Պավլիկ Մանուկյանը եւ նրա հետ գտնվող նվիրյալները ժամանակին զենքը ձեռքին մեր հայրենիքն են պաշտպանել։ Այժմ նրանք նույն առաքելությունն են կատարում, ցանկանալով ստեղծել իրավական երկիր։ Պահանջում են բոլոր քաղբանտարկյաններին ազատ արձակել, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանին եւ նրա վարչախմբի հրաժարականը։ Փարիզի հայերը երբեք տանը չեն մնալու, այստեղ մեզ չեն հետապնդում։ Մեր բոլոր ցույցերը արտոնվում են եւ չենք դադարելու հնչեցնել մեր պահանջը։ Եվ զգուշացնում ենք եւ պարտադրում. եթե սաստած դռներ տղաների գլխից դիմաց անգամ պակասի, Թուրքի բոլոր հայերը ձեր ձեռքի տված դուրս են գալու դեպի ձեր դիմաց։ Սերժ Սարգսյան, եթե դու այսօր գիտակցում ես, որ կարելի է ավելի խաղաղ պայմաններով այս հարցը լուծել, ապա վարվիր այդպես։ Պետք չէ մեզ այլունահանություն։ Մենք խաղաղություն ենք